դրանից նաև հետևյալ հարցը քննարկվեց, որ եթե պարոն Սարգսյանի կողմից ծախսեր են կատարվել, արդյոք այդ ծախսերից առանձնացվել է սպառողական ծախսերի գումարները, այդ հարցը ևս կարծում եմ, որ պետք է նկարանում եք, հարգելի լրագրող։ Գերբի վրա միայն միջև որ Խոչընդոտ տեսնում եք, նախորդ դատական նիստին առարկություն չունեիք։ Հարգելի դատարան, տեսա նկարահանմանը խոչընդոտում եմ, բայց ձայնագրարմանը ձայնային, տեսա ձայնագրության, որ նկարահանումն եմ։ Ընդհանուր դատական նիստ։ Ընդհանուր դատական նիստը կարող է ձայնագրվել, բայց ոչ տեսա ձայնագրվել։ Շուտ դատարանը աշխատանքով պատասխանատու ներկայացուցիչ դիրքորոշումը որոշեց արգելել դատական նիստի տեսաձայնագրումը։ Լավ, շարունակ։ Հարգելի դատարան, ուրեմն նաև այդ հարցն է բաց մնում նվազագույն սպառողական զանգուղի եւ հաջորդ դիրքորոշումը, որ ցանկանում եմ հայտնել դատարանի, նախորդ դատական նիստում ևս պարոն Ենոքյանը պնդեց, որ դա չնչին գումարների մասին է խոսքը, այդուհանդերձ դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ եթե պետությունը դիցուք սահմանում է նվազագույն աշխատավարձի չափ 1000 դրամ, իդեմս աշխատանքի սոցիալական հարցերի լիազորմարանի եւ դա իրավաչափ է դիտում, այնուհետեւ նվազագույն փոստակի չափ է սահմանում 1000 դրամը եւ այնուհետեւ վիճակագրական կոմիտեն ասում է, որ մարդը իր գոյության համար պետք է ծախսի նվազագույն սպառողական զանգուղի ծախսերին ուղղի 10000 դրամ։ Դա որևէ կերպ իրավաչափ չի կարող դիտվել եւ մեր դիրքորոշումը արգել դատարան, որ յուրաքանչյուր նվազագույն սպառողական զանգուղին ուղղված ծախս պետք է այդ ծախսի կատարված լինելը պետք է հիմնավորի եւ ապացուցի հայցվորը, քանի որ վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերը ամենևին չեն նշանակում, որ հայցվորները պարտավոր էին կատարել կամ կատարել են նշված ծախսերը։ Հետևաբար ծախսերի կատարման մասով պետք է հայցվորը մեր դիրքորոշումը ապացուցի այդ կատարված լինելու փաստը։ Այսքան արգել դատարան։ Դիրքորոշումը եք մասով։ Կոմիտեի տվյալները, եթե օրինակ բերում է կառավարությունը 1000 դրամ, դրանք չնչին գումարների մասին, որոնք յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող է ենթույլ տալ, ունի այդ չափով ծախս կատարել ամսվա կտրվածքով, եւ քանի որ երբեմն լինում են անհամապատասխանություններ, որ վաստակած եկամուտ, օրինակ եթե չունենք աշխատավարձի վերաբերյալ տվյալ միջին աշխատավարձ հաշվելով կարող է լինել ավելի պակաս քան ծախսված գումարները, մենք այդ դրամաբանությունը հաշվի առնելով պահանջի մեջ չենք ներառում նվազագույն սպառողական զանգուղի հարկացված գումարի ծախսը, որպես սպառված միջոց, դա չենք պահանջել։ Եվ կարծում դա դրամաբանական է, սա ուղղում է նաև պատասխանատուների շահերից, այս մասով ուղղակի չգիտեմ դժգոհություն ապացուցելու բան այս փուլում չունի այդ մասով հայցվող կողմը, քանի որ մենք կանխավարկածով ենք առաջարկում, որ գոնե նվազագույնը այդքան ծախսվել է։ Եթե հաշվարկում մասնակցում է ձեր պնդումները, որ չեք պահանջել նվազագույն սպառողական զանգուղի ծախսերի, անիմն է, քանի որ եթե հաշվարկում մասնակցում է, ուրեմն օրինական եկամուտներից դուք նվազեցնում եք այդ գումարը։ Հետևաբար ձեր պահանջներ ըստ էության ձևավորվում է օրինական եկամուտներից հանած կատարած ծախսեր տրամաբանության։ Հետևաբար մասնակցել են ամբողջ լիարժեք ծավալով այդ գումարները եւ այդ գումարների մասնակցությունը խնդրահարույց է մեր համոզմամբ օրինականության տեսանկյունից։ Իսկ նվազագույն սպառողական զանգուղի ուղղված ծախսերը պարոն Հարությունյան, որ ծախսվել են, դրանք նվազեցվել են օրինական եկամուտներից հայցվորի կողմից կամ դիտարկվել են ապօրինի ծախսեր, բայց հաշվարկին չեն մասնակցում։ Օրինակ հավանականությունների հավասարակշռման սկզբունքից ելնելով անձը այն էլ այն պարագրամի երկրորդ այդ ընթացքում ձեռք է բերել գույքեր տարբեր կամ կատարել է այլ ծախսեր ողջամիտ չէ վերջինիս կողմից։ Հարգելի դատարան, ողջամիտ կլիներ, եթե պետությունը տվյալ ժամանակահատվածի համար աշխատող անձանց վճարեր նվազագույն սպառողական զանգուղի ծախսերին համարժեք նվազագույն աշխատավարձ։ Ողջամիտ կլիներ, եթե թոշակառուին վճարեր պետությունը
նվազագույն սպառողական զանգուղի ծախսերին նվազագույն կենսաթոշակի չափ սահմանել նվազագույն ծախսերին համարժեք գումար, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ պետությունը չի վճարում այդ գումարները, նախկինում եւս չի վճարել այդ գումարները, սակայն այսօր ինֆորմացիվ կերպով պնդում է ինչ-որ թվային տվյալներ վիճակագրական կոմիտեի տված, որ հա նորմալ ապրելու համար լավ կլիներ, որ 50,000 դրամ ծախսեր մարդը, այդ ժամանակ իր օրգանիզմը բոլոր վիտամիններով կհարստանար, հանգստի։ Հիմա ասենք նշված է 98 թվականին Վիգեն Սարգսյանը նվազագույն սպառողական զանգուղի ծախսերի կարող է հատկացնել 42698 դրամ, այսինքն ամսական մոտ 4000 դրամ։ Ապօրինակ ունեք նշում, որ 95-98 թվականներին մորական պապից 5 միլիոն դրամ ստացել։ Հիմա մարդը ապրելու համար 4000 դրամ չէր կարող ամսական ծախսել։ Հարգելի քանի որ կատարվել են վճարումներ, որոնք որ այդ վճարումներից չի առանձնացվել, չի հանվել են գումարները, ընդունեք մարդը այդ վճարումների մեջ վստահաբար պարունակում են նվազագույն սպառողական զանգուղի ծախսերի այդ թվականների կան նման վճարումներ։ Նայել եք այդ թվականների կան այլ վճարումներ, բան գնելու։ Որպեսզի այդ վճարումներից հնարավոր լինի առանձնացնել նվազագույն սպառողական զանգուղի ծախսերը, անհրաժեշտ են նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձակնության անհրաժեշտություն։ Փորձագետը կարող է որոշել, որտեղ այդ բանկից ստացված տեղեկությունները առանց հատուկ մասնագիտական գիտելիքների հնարավոր չի դրանից զանազանել, թե որ ծախսերը որ գումարներին են ուղղել։ Դրանից բացի երկար ժամանակահատված պաշտոնի բերումով պարոն Սարգսյանը գտնվել է գործողումներում տվյալ տարիների առանձին տարիների ընթացքում եւ այդ գործողումների ժամանակահատվածում եւս նվազագույն սպառողական ծախսերը հաշվարկվել Որ թվականներին օրինակ։ Օրինակ 2008-ից սկսած գործողումների գումարներ ա եղել, որոնցով որ ասեմ 2008 թվականին դրված է տարբեր հաստատություններում 3.7-րդ կետի մասը։ Եթե չի հաշվարկվել, առանձին տարիների մասով, որտեղ որ նվազագույն սպառողական ծախսը նախատեսված, առանձին դիտարկման կարիք ունի։ Մեր պնդումը կանում է դրանում, որ ընդունենք պարոն Սարգսյանը բացակայել է հանրապետությունից, հետևաբար չէր կարող գումարներ ծախսել Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվել է Միացյալ Նահանգներում ուսումնառության տարիներին, այնտեղ կատարել է ծախսեր, որոնց վերաբերյալ մենք անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան փուլում կներկայացնենք դատարանում։ Շատ իսկ գույքային ձեռբերման մասով որ նշեցիք պետք է ճշտում կատարեք, ընդունում եք այդ փաստը, որ Վիգեն Սարգսյանն է հենց իրական շահառուն Այո, այդ գույքի իրական շահառուն Վաշինջանյանի մասին։ Այո, Վաշինջանյանի բնակարանի մասին է, այո, իրական շահառուն պարոն Սարգսյանը եւ դա նաեւ արտացոլել է իր համապատասխան տարիներին իր կողմից ներկայացված հայտարարում։ Այսինքն այդ փաստը, այսինքն ընդունում եք, որ կարող եք անվիճելի համար, քանի որ կողմի ներկայացուցիչ դուք եք, այլ անձյալներ գույքը։ Հարգելի դատան, այդ փաստի մասին մենք նախնական ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփման փուլում ներկայացրել ենք իրավասու մարմնին եւ ասել ենք, որ այո, պարոն Սարգսյանը հանդիսանում է այդ գույքի իրական շահառուն, սակայն այդ փաստը մեկնաբանվել է ի վնաս պարոն Սարգսյանի բացառապես, որովհետեւ այդ գույքը ձեռք բերելու հետ կապված ներկայացվել է նաեւ օրինական եկամուտների վերաբերյալ փաստեր, սակայն դա հանդեսվել է իրավասու մարմնի կողմից եւ զուտ միայն այդ փաստն է արձանագրվել, որ իրական շահառուն հանդիսանում է պարոն Սարգսյանը, բայց այդ գույքի ձեռքբերման հետ կապված այլ փաստեր, որոնք որ ես ներկայացրել եմ դատարանին, գտնում ենք, որ ապացուցման բեռը պետք է կրի հայցքորը, ինչպես նաեւ պատասխանողներ ունի օրենքի 22 հոդվածով սահմանված կանխավարկածը հերքելու հնարավորություն եւ իրավունք։
2003 թվականի թվականից սկսած շարունակենք այսինքն այլ հարցերի քննարկումը։ Այս մասով նույնպես չեք ընդունում, որ 2003 թվականին Վիգեն Սարգսյանը Լուսինե Գալաջյանը օրինական եկամուտները կազմել է 3.155.447 դրամ, նվազագույն սպառողական զանգողին նորվել են ծախսեր, որոնք կազմել են 229.062 դրամ։ Այս մասով նույնպես գտնում եք, որ 2003 թվականի մասով ասեմ, որ 2003 թվականին հենց տեղի ունեցել գույքի ձեռքբերումը եւ 2003 թվականի այս մայիսի մասում մեր համար անհասկանալի եւ անհայտ պատճառով հենց գույքային ձեռքբերումը Վաշինջանյանի չի ներառվել 98 թվականին ձեռք չի բերվել գույքը 1998 թվականի սեպտեմբերի 14-ին պայմանագիր 90 Վիգեն Սարգսյանը նոր տրամարան։ Չէ, ներողություն։ 2003 թվականի ես շփոթեցի տարեթիվը, ուրեմն 2003 թվականի մասով դիրքորոշումը հետևյալն է արտադրական, որ բաց են թողնում էր պարոն Սարգսյանի եւ Լուսինե Գալաջյանի օրինական այլ եկամուտները, որոնց վերաբերյալ համապատասխան փուլում դատարանի կներկայացնենք ապացույցներ, այսինքն 3.195.847 դրամից գերազանցել են օրինական եկամուտները, ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զանգողին ուղղված ծախսերին, այդտեղ ևս ունենք առարկություն, որ դա պետք է հիմնավորվի հայցքորի կողմից մնացած մասով նույնպես թվային տվյալներ են նշված եւ այդ թվային տվյալների քանի որ հաշվարկը համապատասխան բանաձևերով չի տրամադրվել, կարծում ենք այդ թվային տվյալների ապացուցման բեռը պետք է գրի հայցքորը։ Կարելի է հարցնել մի քանի ձեր թեկուս նաև դատախազությունը երբ դարձել եք, ասում եք դարձեք օրինական եկամուտների տվյալները։ Հիմա ինչի հաշվին է, որ նշում եք ունեն օրինական եկամուտներ, որոնք հաշվի չեն տարել, ու դա գտնում եք ապացուցման բեռը բաշխելու որոշումից հետո ներկայացնենք։ Ինչն է խոչընդոտում ներկայացնենք, եթե դա համոզված եք օրինական է, մենք հաշվենք։ Այդ ապացույցները ուրեմն դեռևս ամբողջական չեն հավաքագրվել եւ որոշ ապացույցներ դեռևս հավաքագրման փուլում են, բայց ինչպես նաեւ նախնական ամփոփման փուլում ձեզ հայտնենք, որ պարոն Սարգսյանը զբաղվել է թարգմանչական գործունեությամբ եւ հանրապետությունում լավագույն սինխրոն թարգմանիչներից մեկն է եղել տվյալ ժամանակահատվածում եւ այդ թարգմանչական գործունեությունից բավականին եկամուտներ է ստացել, ցավոք այդ թարգմանչական գործունեությունը օրենսդրական կարգավորումները այդ ժամանակահատվածի գործող այնպիսին են եղել, որ չեն պահպանվել եւ մինչ չեն պահպանվել համապատասխան փաստաթղթերը եւ այդ թարգմանչական գործունեությունից ստացված եկամուտները զգալի են եղել։ Ինչ վերաբերում է ապացույցների նշված փուլում ներկայացնելուն, ես կարծում եմ, որ նշված փուլում ապացույցների ներկայացումը դատավարական մարտավարության տեսանկյունից ճիշտ չի, քանի որ դատարանը դեռևս ույն գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը չի առանձնացրել եւ այդ համապատասխան որոշումը կայացնելուց հետո այդ ժամանակ կխնդրեմ դատարանից բավարար ժամկետ տրամադրի, որպեսզի հանդես գանք համապատասխան միջնորդություններով, ինչպես նաև համապատասխան ապացույցները գործին կցելու միջնորդություններով։ Այս մասով ուրեմն հաշվի առնելով դիրքորոշումը յուրաքանչյուր տարեթվի վրա չկենտրոնանանք առանձին, քանի որ նշված է վերջիններից կողմից ստացված եկամուտների չափը ըստ հայցքորի, ինչպես նաև նվազագույն սպառողական զանգողին ուղղված ծախսերը, դրանք քանի որ կարգուշված են հայցքորի կողմից
նշված փաստերի ապացուցման պարտականությունը հետևաբար կքննարկենք արդեն համապատասխան փուլում հայցվորի կողմից ապացուցելու փաստը։ Նաև 2006 թվականի ընթացքում Վիգեն Սարգսյանի և կնոջ օրինական եկամուտներն աշխատանքի վարձատրությունից կազմել է 5.486.096 դրամ, տրամադրվել է overdraft, նշված է նաև սպառողական զանգուղ, տարբեր հաստատություններում կատարված վճարումները կազմել է 6.790.909 դրամ։ Այս տարբեր հաստատությունների վճարումները ինչի վերաբերյալ են հարգելի ներկայացուցիչներ և նվազագույն սպառողական զանգուղը արդյոք չի փակել այդ կատարված վճարումները։ Բանկային գաղտնի կազմակերպության ուսումնասիրության ժամանակ կարող են մասին ներկայացնել, նաև աշխատանքային ֆրագմենտ ժամանակ դեռ ըստ իրան ասում ունի նաև նվազագույն սպառողական ծախսի ծախսերը հաշվարկվելու, որովհետև կապված է ծախսերի բովանդակություն։ Այդ վճարումներից ոչ մեկ ուղղված չի եղել, օրինակ Կան, որոնք ուղղված են բավարար չափով ուղղված չէ, օրինակ սննդի կետեր չենք նկատել այն քանակությամբ, որ ամսվա կտրվածքում բավարար կլինի որպեսզի շատ կոնկրետական կապված է հենց վճարումների բնույթից եւ ժամանակագրությունից, այսինքն որոշակի 1-2 օրվա ընթացքում իրականացում վճարումները, այսինքն ավելի մանրամասն կարող է բանկային գաղտնի կազմակերպությամբ նաև եւ նաև աշխատանքային ֆայլում համապատասխան բարի Եթե նշվեց, որ այդ հաստատությունները այնպիսին չեն եղել, որոնք որ արդյոք հայցվորը տիրապետում է կամ կարող է դատարանին կամ պատասխանողին տրամադրել ցանկը, թե որ ծախսերն են համարվում նվազագույն սպառողական զանգուղին ուղղված ծախսեր։ Եթե կա այդպիսի ցանկ, խնդրում ենք տրամադրել, եթե ոչ, ապա ըստեղ կամայական լայն հայցողությամբ է օժտվում հայցվորը եւ ինչը իրավաչափ չի եւ այդ ցանկը տրամադրելուց խնդրում ենք տրամադրել նաեւ համապատասխան իրավական հիմքերն ու հիմնավորումները, թե հատկապես ինչի հիման վրա է տվյալ կատարված ծախսը դիտվում նվազագույն սպառողական զանգուղին ուղղված ծախս։ Վիճակագրական կոմիտեն կոնկրետ նշել է, թե ինչ ծախսերն են բաղկացած նվազագույն սպառողական ծախսերից։ Սննդին հատկացման ծախսեր, հագուստին հատկացնելու ծախսեր, հիմա դրանից ավելի ինչ տրամադրել ձեզ։ Չէ, դուք ասում եք, որ նվազագույն սպառողական զանգուղին ինչն է համարում էլի նվազագույն սպառողական ծախս, այսինքն ինչ գնում։ Ցանկ, այո, այդ վճարումը կատարվել, ընդունենք էլեկտրաէներգիայի վճարումը կատարվել։ Հիմա դուք դա դիտել եք սպառողական ծախս, թե ոչ։ Կամ առանձնացնել նվազագույն սպառողական ծախսը միայն ուտելիքի մասին է խոսքը։ Ինչն է դիտարկել։ Օրինակ կոմունալ վճարումները նույնպես։ Այո, արդյոք որովհետև որոնցնալը վիճակագրական ստացված ներկայացումը ամսական երամսյակային բաներ են, դա կա նաև սպառենին ուղղված, այսինքն սննդին եւ որոշակի հատված նաև կոմունալներ, որոշակի հատվածներ այլ հագուստ եւ այլ բացվածքի մասով ավելի մանրամասն բացվածքի մասով երբ պետք է դիմել վիճակագրական կոմիտե, որտեղ ավելի մանրամասն կտրամադրեն, թե կոնկրետ ինչ կոմպոնենտներից եւ Շփած այգի դատարանը 96 թվականի դեկտեմբեր ամիսներին վիճվարության կողմից իրականացած տնային տնտեսությունների կենսամարտակի ամբողջացած հետազոտության արդյունքների հիման վրա ձևավորված սննդամթերքի փաստացի կազմով կառուցվածքով էներգետիկայով սպառողական զանգուղ, այսինքն դրանք ներառված են մեջ, թե կոմունալ ծախսեր, թե սննդամթերքի հատկացված ծախսեր։ Այդ ապացույցում է կատարում։ Դուք կառարկել տեսեք, դրանք անորոշ ընդհանուր բնույթի հասկացություններ են
հստակ տվյալ գործում առկա չեն ապացույցներ, թե կոնկրետ գործ ծախսերն է հայցքորը դիտարկել որպես նվազագույն սպառողական զանգուհին ուղղված ծախսեր։ Դրանց բացի մեկ դիտարկում էլ սննդին ուղղված ծախսեր, հիմա անձը գնացել է վճարում է կատարել որևէ ինչ-որ սննդի օբյեկտում, երաժշտություն է լսել եւ այդ երաժշտության համար վճարում է կատարել։ Դուք այդ գումարը նվազագույն սպառողական ծախս դիտում եք, թե չեք դիտում։ Ագետ նախ բանկային գաղտնի կազմակերպության նման ծախսի բնութագրիչ ես չեմ հիշում, որ ինչ-որ մտեղ ես ուշացնի, որ երկի համար է վճարում իրականացվել, ծախսերի նկարագրությունները ըստ բանկային գաղտնիքի ձեզ տրամադրված են եւ այցի այդ եւ նաեւ աշխատանքային ֆայլը տրամադրված է կոնկրետ գործարքային մենք դիտարկել վճարումներ եւ ըստ տարիների ամբողջական կարող եք եթե ավելի կոնկրետ հարց կա բանկային մենք դա դիտարկենք, որովհետեւ դες վերացական եթե երկի համար է վճարել, դա արդյոք նվազագույն սպառողական ծախսի հետ կապ ունի, թե ոչ, ես է կարող եմ հարց բարձրացնել արդյոք եթե այդ երկի համար վճարը օրինակ շատ մեծ գումար է, որը որ ըստ վիճակագրական կոմիտեի 1 ամսվա 5 ամսերից զբաղվածած ընտանիքի գումարի չափ է, օրինակ այդ մեկ վճարումը եթե օրինակ արժի 100,000 դրամ եւ 1 ամսվա նվազագույն ծախսը արժի 100,000 դրամ, արդյոք մենք պետք է դիտարկենք, որ այդ 100,000 դրամով ամբողջ ամսվա ծախսը կատարվեց եւ նվազագույն սպառողական ծախս չիրականացնենք, դրա համար անկրկնում բանականությունը, որպեսզի նվազագույն սպառողական ծախսերի հաշվարկը իրավասում առնի, դիտարկենք տվյալ ժամանակահատվածում բանկային գործարքների հետ, այսինքն ինչ բանկային գործարքների տեղի ունեցել, նույնիսկ եմ կրկնում, ձեր ասած մեկ անգամ ինչ-որ համալիրում ինչ-որ երկի համար վճարը, եթե լինի օրինակ 100,000 դրամ եւ տվյալ ամսվա ամբողջ ընտանիքի նվազագույն սպառողական ծախսը լինի 100,000 դրամ, տվյալ բարակայում իրավասում առնի պետք է չհաշվարկի նվազագույն սպառողական ծախս, այսինքն մեկ վճարմամբ ինքը փակում է ամբողջ ամսվա նվազագույն ծախսը, դրա համար հարգելի դատարան մենք դիտարկում ենք բանկային գաղտնի կազմակերպությամբ ստացված տվյալները, որոնք որ վճարումներ են իրենցից ենթադրում եւ հավադրում ենք այդ վճարումների հաշվարկականությունը, չափը, մեծությունը նվազագույն ծախսերի զամբյուղի հետ եւ որոշակի ժամանակահատվածում այլևս չենք հաշվարկում, օրինակ կարող են միանվագ մի քանի վճարումներ իրականացվել եւ ընդհանուր ամսվա նվազագույն սպառողական ծախսի զամբյուղը արդեն իսկ գերազանց է եւ այդ բարակայում իրավասում առնի գնահատում է, որ այդ մի քանի ծախսերով չի կարող նվազագույն սպառողական ծախսը ամբողջությամբ փակվել, որովհետեւ դրանք մի քանի վճարումներ են տեղի ունեցել։ Նաև վճարումների բովանդակությանը անդրադառնանք, օրինակ կանխիկացումներից միջնորդավճարներ են բախում, դա ինչքանով առնչություն ունի նվազագույն սպառողական ծախսի, բայց իրավասում առնում է հայցակինում եւ հաշվարկում, երբ որ նշում է վճարումները եւ տարբեր հաստատություններում իրականացված վճարումները փոխանցում են կազմել են, իսկ դրանցում ես օրինակ նաև մտնում են կանխիկացումներից ինչ-որ միջնորդավճարներ, բանկային գործառնությունների հետ կապված միջնորդավճարներ, որոնք որ բանկերն են կիրառում, դա ինչքանով է առնչվում նվազագույն սպառողական ծախսի։ Հետևաբար հարգելի դատարան, կարծում եմ, որ համապատասխան փուլում, երբ որ մենք ամբողջ կդիտարկենք, այսինքն պետք է նաև դիտարկենք տվյալ ժամանակահատվածի համար իրականացված այն գործարքները, որոնք մենք դիտարկել ենք վճարում եւ արդյոք դրանք առնչություն ունեն հենց նվազագույն սպառողական ծախսին, թե ոչ։ Ուտակ արձագանքեմ, Արտին պարոն Աբունյան, ձեր մոտ ևս հարցեր են առաջանում, այսինքն պետք է արձանագրել, որ իրավասում արմինը ևս չունի որևէ հստակ մեթոդաբանություն եւ աչքաչափով հենց գնահատում է, այս վճարումը սպառողական ծախսը, թե սպառողական ծախս չի եւ արդյունքում մի վստահորդի համար առաջանում են ծանր բացասական հետևանքներ, ուղղակի դատարանի համար հայտնեմ, որ վճարումները սույն հայցատումով ներկայացված դրանց մի հսկայական մաս ընդհանրապես պարոն Սարգսյանին վերաբերելի չեն, քանի որ դրանք ի պաշտոնե նախագահի աշխատակազմի ղեկավար եղած տարիներին կատարվել են ճիշտ է պարոն Սարգսյանի անհատական հաշվից, սակայն դրանք ուղղված են եղել բացառապես հանրապետության նախագահի գործողությունների հետ կապված ծախսերի կատարմանը, վճարումների կատարմանը,
ինչպես նաև արտասահմանում այդ համապատասխան ծախսերի ու վճարումների կատարմանը, որոնք որևէ կերպ չեն առնչվում պարոն Սարգսյանի ստացած օրինական եկամուտներին, ինչպես նաև կատարած ծախսերին։ Եվ այդ համապատասխան փուլում մենք կներկայացնենք այդ ապացույցները եւ այդ հաշվի համարի վերաբերյալ տեղեկություններ, որով դատարանը կգնահատի, որ հայցադիմումն անհիմն կերպով պարոն Սարգսյանն է վերագրվել մեծ գումարների ծախսերի կատարում, ինչպես նաև իր անհատական հաշվի մեծ գումարների ստացում։ Այսինքն ստացվել են գումարներ, որոնք որ պետական բյուջեից են փոխանցվել պարոն Սարգսյանին, այդ գումարների հաշվին կատարվել են ծախսեր, որոնք պաշտոնատար անձի ասեցի հանրապետության նախագահի կարիքների համար եւ աշխատակազմի կարիքների համար տարբեր պատվիրակությունների արտասահմանյան ուղևորությունների հետ կապված ծախսեր են հանդիսանում, սակայն ներառվել են դրանք հաշվարկվել են որպես ապօրինի ծախսեր։ Այո, այդ որ կատարվել են տարբեր հաստատություններում վճարումները չի բացահայտվում, որ հաստատություններում ինչ նպատակով ընդունենք եղել է հանձնարարական փոխանցումը, որ փոխանցվել է նախագահի աշխատակազմի կողմից, դա երևում է։ Ոչ միշտ է երևում հարգելի դատարան, եթե կոնկրետ ասենք հայտնի պաշտոնատար անձինք են, օրինակ կա այնտեղ Հրանուշ Հակոբյանի կողմից կատարված փոխանցումներ, այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված փոխանցումներ, այդ փոխանցումները բացառապես կատարվել են նախագահի պատվիրակությունների կազմում, ինչպես նաև նախագահի բացակայությամբ, բայց նախագահի աշխատակազմի պատվիրակությունների կազմում այդ գործողությունների հետ։ Եվ այդ մասով մենք ի սկզբանե եւ ամփոփման փուլում ենք ներկայացրել, այնուհետեւ դատարանը երբ որ հնարավորություն տվեց հաշտության հարցերը քննարկելու, այդ փուլում ենք ներկայացրել, սակայն այդ մասով իրավասու մարմինը կարիք չի տեսել ինչ որ խմբագրություն կատարի կամ հայցի առարկան հիմքը փոխի։ Դա որ տարեթվերն է եղել, որ հասնենք այդտեղ քննարկենք առարկայական։ Հարգելի դատարան, այս փուլում առարկայական քննարկելու անհրաժեշտությունը կարծում եմ դատաքննության ժամանակ մենք կանենք։ Ապացուցման պարտականությունը ինչպես հասկանանք, երբ որ հայցվոր կողմը դիտարկում է դա ծախսեր, որոնք չեն հիմնավորվում վերջինիս օրինական եկամուտներով, դուք օրինակ ինչ փաստ է ապացուցում, ինչ փաստ պետք է ապացուցեք, որ դա վերջինիս համար չի ծախսվել։ Այո, այդ փաստերը, որ այդ դատարանը դրա համար է նշում, եթե այս փուլում չիմանանք ապացուցման առարկան հստակ, ինչպես շարունակենք։ Եթե դատարանը այդ բեռը ձեր վրա չդնի, հետո ոնց շարունակենք քննությունը, արդեն երբ որ անցնենք դատաքննության։ Հարգելի դատարան, պատասխանողները սույն վարույթով չունեն իրենց կատարած ծախսերը հիմնավորելու պարտականություն, դա չի բխում օրենքի տրամաբանությունից։ Մենք ընդհանրապես հնարավորություն ունենք հերքելու հայցվորի կողմից ներկայացված հայցադիմում նշված փաստերը, այսինքն չի կարող պատասխանողը զուգահեռ ուսումնասիրություն իրականացնել իր 30 տարվա կյանքի տևողությամբ կատարված բոլոր եկամուտների ծախսերի մասով։ Դա եւս իրավաչափ նպատակ չի հետապնդի, եթե օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այսօր չի գտնվի գետ մեկ անձ, ով կկարողանա 100%-ով հիմնավորել 30 տարվա վաղեմությամբ իր կատարված իր ապրած կյանքի ընթացքում ստացած եկամուտները եւ կատարած ծախսերը։ Ու այդ մասով առավել եւս Այսինքն դատարանը երբ որ ապացուցման պարտականությունը բաշխի հայցվորի վրա դնի այն փաստի ապացուցման պարտականությունը, որ Վիգեն Սարգսյանը կատարել է ծախսեր, որ օրինական եկամուտներով չի հիմնավորվել, դուք գտնում եք, որ կհերքեք այդ փաստը, ցույց կտաք, որ դա իր կողմից առհասարակ չի կատարվել։ Այո, նաև այդ դրամական մեծությունները ինչպես են գոյացել։ Հիշում եմ դատարանին, որ նաև այդ թվային տվյալների բացվածքը համապատասխան բանաձևերը, որպեսզի դատարանները եւ պատասխանողինը պարզ լինի։ Ասենք նշվել է, որ կատարվել է ընդունենք 16 կամ այլ թվով, մեծ թվով միլիոն դրամներով տարբեր հաստատություններում ծախսել, ում կողմից է կատարվել, որ հաստատությունում, երբ է կատարվել, այդ ամբողջը փաստական տվյալներ են, որը հնարավորություն կընձեռի հասկանալ, թե վերջի վերջո ոնց է գոյացել այդ գումարները։
Իսկ դա հերքելու պարտականությունը արդեն ոչ թե պարտականությունն արգել դատարան, այլ իրավունքը, օրենքը ընձեռում է օրենսդիրը 22 հոդվածով հնարավորություն տալիս է այդ կանխավարկածը հերքել։ Այստեղ կապված ծախսերը մի կարևոր դատառում անել, որ եթե օրինակ ես Սուփան Ափյանը մեկն գործում է, մեր գործումը գումարներից հասանելիքին հաշվին է նստել, Պարոն Ափյանը իր հաշվին է նստել։ Հիմա պատասխանող կողմը նշում է, որ հակառակն է տրամաբանությունն է, Վիգեն Սարգսյանն է ամբողջ գումարը կառավարել է, այսպես ասած աշխատանքային խմբի, բայց նման տրամաբանություն չի գործում։ Զուտ բոլոր գերատեսչությունների ստացած գործողները յուրաքանչյուրը ստանում են հասանելի գումարը։ Այստեղ ես կարծում եմ, որ ունի պատասխանող կողմը այդ մասը ապացուցելու պարտականություն, որ այո, դա հենց Վիգեն Սարգսյանն է տնօրինել ամբողջ աշխատակազմի, ով մեկն է գործում, այդ գումարները հենց ամբողջը Վիգեն Սարգսյանի հաշվին է նստել եւ Վիգեն Սարգսյանն է բաշխել այդ ամբողջը, դա պետք է ապացուցի պատասխանող կողմը։ Որ վկայակոչի հայցու պատասխանող կողմը այդ փաստը եւ որ թվականին է կատարվել կքննարկենք, բայց չէ վկայակոչում։ Արգել դատարանը նշում մոտավորապես կապված, որ իրավասության աշխատանքային ֆայլը եւ այդ հաստատությունները եւ ամբողջը ավելի հեշտ կարող է գտնել աշխատանքային ֆայլով, իսկ ավելի դժվար կարող է գտնել հայցիկից ներկայացված բանկային գաղտնի կազմող տեղեկատվության բոլոր պատերներում, այսինքն իրավասության մոտավորապես չի աշխատում, իրավասության կոնկրետ դստակատարների վերլուծության հիման վրա է աշխատում եւ ներկայացնում է թվեր կոնկրետ եթե այցելուին նշված է կատարվել այդքան վճարումներ, այդ վճարումները ամբողջությամբ եւ աշխատանքային ֆայլում եւ այցելուին կից ներկայացված բանկային գաղտնիքում տեղեկատվություն կարող եք նայել, տեսնել կոնկրետ որ գործարքներն են դիտարկվել, ինչ բովանդակությամբ գործարքներն են դիտարկվել վճարումներ, ինչ գործարքներ դիտարկվել են այլ հաշվետվող առումներ, գործունեության ծախսեր, վարկային գծեր, այսինքն իրավասության ամբողջը ձեզ տրամադրել է, նաեւ տրամադրել է աշխատանքային ֆայլ, որպեսզի կոնկրետ գործարքի գնահատականը եւ այդ կոնկրետ գործարքի գնահատականից բխող այցելուում արտացոլված տվյալություններից տարիների ինչ բովանդակություն, ինչ կառուցվածք ուներ։ Արգել դատարանը մեզ տրամադրել է աշխատանքային ֆայլ, որի հետ կապված որևէ մեկը պատասխանատվություն չի կրում այդ հաշվարկների ճշմարտացիության համար, ընդ որում որևէ բանաձև չի տրամադրվել, ընդհանրապես թվեր է տրամադրվել նկարազարդ պատկեր է Excel ֆայլի ձևաչափով, որը զուր կա բանաձևերից եւ ընդհանրապես պետք է ենթադրությունների, գուշակությունների կամ մեր մասնագիտական գիտելիքների միջոցով փորձել հասկանալ, թե այդ թվերը գումարումների արդյունքում է ստացել բազմապատկման գործողության կամ այլ, չգիտեմ, մածանցյալ է հանվել, լոգարիթմա, չգիտեմ, թվաբանական ինչ գործողության արդյունքում է ստացվել այդ գումարները, նման գուշակություններ անելը բավականին բարդ է իրավաբանների համար, հետևաբար աշխատանքային ֆայլին ձեր կողմից կատարված հղումը կարծում եմ կոռեկտ չի այն իմաստով, որ դուք ինքներդ հրաժարվեցիք, որ դա պաշտոնական փաստաթուղթ չի եւ դրանում առկա սխալների համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Այդ պայմաններում աշխատանքային ֆայլին հղումը կարծում եմ առարկայազուրկ կա։ Ինչ վերաբերում է մեր կողմից դատարանին ներկայացված, նորից եմ կրկնում հարգելի դատարան, որ մեր կողմից ներկայացված դիրքորոշման փաստերի ապացուցման բեռը պետք է կրի հայցքորը, իսկ օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ պատասխանողը կարող է հերքել այդ համապատասխան կանխավարկածը, այսինքն հայցքորը իր հարցումների արդյունքում ստացել է որոշակի թվային տվյալներ, բանկային գաղտնի կազմող տեղեկություններ եւ դատարանի եւ պատասխանողին չբացահայտած կատարած ենթադրյալ հաշվարկի արդյունքում եզրահանգումներ է կատարել որոշակի թվային տվյալներ նշելով հայցադիմում։ Մենք այդ ուսումնասիրելով այդ աշխատանքային ֆայլում արկած թվային տվյալները այնտեղ հայտնաբերել են բազմաթիվ անհամապատասխանություններ, ստացված օրինական եկամուտների բաց թողումներ եւ կատարված այլ նպատակներով կատարված ծախսերի վերագրումներ պարոն Սարգսյանին, որի վերաբերյալ արդեն համապատասխան փուլում դատարանին եւ ապացույցներ կներկայացնենք եւ համապատասխան դիրքորոշում կներկայացնենք։ Աշխատանքային ֆայլը ապացույց չի, բայց աշխատանքային ֆայլը բխում է ապացույցների
համակցությունից, որոնք մենք տրամադրել ենք պատասխանող կողմին, որոնցից մեկն է բանկային գաղտնի կազմող տվյալներն են, որը եւս Excel ձևաչափով է տրամադրված։ Այսինքն դրանք բխում են։ Եթե ինչ-որ համապատասխանություն կլինի, միգուցե վրիպակի արդյունք լինի, բայց մեծամասամբ դրանք համապատասխանելու են աշխատանքային ֆայլին, բայց ապացույցը մենք, որ նշում ենք ապացույցը ձեզ տրամադրվել, ոչ թե թվերի ինչ-որ նկարազարդ, ինչպես դուք եք նշում, հաջորդականություն, այլ բանկային գաղտնի կազմող տվյալներն են, որտեղ հստակ նշված է, թե որտեղից է ստացել եկամուտ եւ որտեղ է սպառվել ինչ-որ միջոցներ։ Պարոն Արարատյան, եթե դուք այդ տվյալների հիման վրա նոր աշխատանքային ֆայլ կներկայացնեք, խնդրում եմ ներկայացրեք համ պատասխան հայցող կողմին, համ դատարանին։ Որտեղ մենք ներկայացնում ենք, դուք էլ ձեր տարբերակը ներկայացրեք։ Այլ դատարան պատասխանող կողմը իր իրավունքներն ու պարտականությունները քաջ պատկերացնում է եւ այդպիսի գործողություն կատարելու համար ներմասնագիտական գիտելիքներ է պահանջում, պարոն Եղիազարյան, իրավաբանները չեն կարող այդ բանկերի կողմից տրված Excel ձևաչափով ֆայլերը հասկանալ, այնտեղ առկա են բազմաթիվ մասնագիտական տերմիններ, որոնք նույնիսկ առաջի անգամ ենք հանդիպում այդ ուսումնասիրելով, եւ որպեսզի պատկերացում կազմենք այդ թվային տվյալները, այդ փոխանցումները, կանխիկացումները, մուտքագրումները, հասկանալ օվերդրաֆտի մարումները, օրինական հաշվին, անօրինական հաշվի, միջոցների հաշվին կատարած մարումները, որպեսզի ընկալելի լինի, դա նաև մասնագիտական գիտելիքներ է պահանջում, որպեսզի որ փաստաբանը չի տիրապետում եւ դրա համար կա անհրաժեշտ գործիքակազմ համապատասխան միջնորդությամբ հանդես գալու կամ սեփական միջոցներով պատվիրելու փորձակնություն եւ համապատասխան փուլում դատարանը ներկայացնելու։ Դրան տիրապետում ենք, շնորհակալ եմ։ 2006 թվականի հոկտեմբերի 26-ին Վիգեն Սարգսյանը ձեռք է բերել քաղաք Երևան կենտրոնական կողոպուտ շենք 18 բնակարանը 23 միլիոն 600,000 դրամով ընդունում եք այդ փաստը նույնպես պարոն Հարությունյան, որ Վիգեն Սարգսյանը ձեռք է բերել նշված բնակարանը եւ այն սեփականության իրավունքով պատկանում է իրեն։ Անջելի եք համարում այդ փաստը։ Հագի դա պետական գրանցում ստացած փաստը վիճարկելը նոտարական վավերացում կարծում եմ իմաստով արժեքը եւ վերջինիս պատկանելը ընդունում եք։ Բնակարանը պատկանելը, այո, արժեքի ստացման հետ կապված առանձնահատկություններ կան, ինչը նաեւ մենք նշել ենք մեր կողմից ներկայացված դիրքորոշման 4-ից 4-ի 35 կետերում այդ կետերում նշվել է մեր կարծիքով առանձնացվել են այն փաստական տվյալները, որոնք էական նշանակություն ունեն սույն գործի համար, ինչպես նաև հարկ է նշել, որ այդ Աբովյան հասցեում բնակարանի հետ կապված նաև քրեական գործ է ընթանում, ներկայումս կարծեմ հակակոռուպցիոն քրեական դատարանում եւ պարոն Սարգսյանին մեղսագրվում է փողերի լվացման ինչ-որ հանցագործության կատարում, այդ մասով պետական գրանցում ստացած պայմանագրերը, այո, այդ փաստերը մենք որևէ կերպ վիճարկման առարկա չեն դարձնում, ինչ վերաբերում է դրան նշված գումարները վճարելու, ստանալու, առանձին բնակարանների մասով եղել են պայմանավորվածություններ, եթե ագենդատան ուշադրությանն եմ հրավիրում, մասնավորապես մեկ ամսվա տարբերությամբ ստեղ Բաշինջարյան հասցեի բնակարանն է օտարվել, այնուհետև Աբովյանի բնակարանն է ձեռք բերվել, դրա վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, պարզաբանումներ կներկայացնենք դատարանին, բայց այն փաստերը, որ բնակարանները պատկանել են պարոն Սարգսյանին, օտարվել են իրենց կողմից, այդ բոլոր փաստերը Մեզ 23 միլիոն 600,000 դրամը դուք ձեր դիրքորոշման համաձայն, այսինքն հոկտեմբերի 26-ին չի վճարվել ամբողջությամբ, ձեր կողմից ներկայացված դիրքորոշման համաձայն վճարվել է ավելի ուշ։ Հարգելի դատարան, կոնկրետ այդ 23 միլիոն 600,000 դրամի մասով դժվարանում եմ ասել գումարի որ չափն է այդ բանը, որը չի վճարվել, սակայն գումարը բնակարանը պատկանելու եւ այդ բոլոր գործարքները հետագայում վաճառվել է, հետագայում նորից ձեռք է բերվել, այդ ամբողջը մենք օրինականությունը դրանց, ինչպես նաեւ այդ փաստերը, որ պարոն Սարգսյանը ունեցել է, վաճառել է, նորից հետա ձեռք բերել, այդ փաստերը հաստատված են, չեն վիճարկվում։ Շատ լավ, քանի որ լավ անդրադարձել ենք արդեն
Շնջավյան հասցեին եւ վաճառքի գումարին կրկին այդ փաստը չանդրադառնանք։ 2006 թվականին նոյեմբերի 28-ին Վիդյան Սարգսյանի կողմից օտարվել է մորի պատկանող բնակարան։ Այդ փաստերը ընդունեցի գողերական Շարոն Հանդիսյանը ինքը եւ վերջինս այս թվականին այսքան գումարով վաճառել է բնակարանը։ Այո, ստեղ Արգել դատան Աբովյան փողոցի հետ կապված իրավասու մարմինը իր հաշվարկներից դուրս է թողել այդ բնականի վաճառքից, ինչպես նաև կանոնատեղի վաճառքից ստացած օրինական միջոցները եւ Որ բնակարան է։ Աբովյան Ուշենք 10 բնակարանը վաճառված է, այսինքն։ Չէ, տեսեք, վաճառել է պարոն Սարգսյան, ձեր վերելուց հետո վաճառել է Այլ թվականի 13 թվականի վաճառքի գումարները, այդ վաճառքի ստացված գումարները այս օրը ընդհանրապես հաշվարկներից դուրս է թողնել եւ կարծում եմ, որ դատարանը պետք է այդ պարտականությունը այնպես բաշխի, որ այս օրը ապացուցի այն իրավական հիմքերը եւ այն հնարավորությունը, որ այն լիազորությունը, որ իրավասու մարմինը կարող է այդ վաճառքի ստացած գումարները ընդհանրապես դուրս թողնի կամայական կերպով այդ հաշվարկներից, որպես հիմնավորումներից մեկը վկայակոչվել է նաև այն հանգամանքը, որ օտարումից հետո պարոն Սարգսյանը շարունակել է հաշվառված նշված բնակարանում։ Նախ այդ մասով ասեմ, որ սովորաբար առվաճառքի պայմանագրերի դեպքում կողմերն ազատ են պայմանավորվածություն ձեռք բերելու մեր քաղաքացիական իրավական հարաբերություններում, որ որոշակի ժամանակ շարունակեն բնակվել այդ բնակարանում եւ վաճառողները հաճախ գնորդներին այդ հնարավորությունը գնորդները այդ վաճառողներին այդ հնարավորություն տալիս են մինչեւ բնակարանային հարցերի, նոր բնակարանի հետ կապված հարցերի լուծումը եւ դա չի կարա դրի այն որպես հիմնավորում են հանգամանքի, որ իրավասու մարմինը բավականին մեծ գումարներ նշված բնակարանի եւ ավտոկանոնատեղի վաճառքի ստացված օրինական միջոցներ հնարավորություն ունենա դուրս թողնել ընդհանրապես հաշվարկներից։ Ինչը գտնում ենք, որ իրավաչափ չի եւ այդ փաստի չափածուցելը Արգել դատարան պետք է չափածուցման բացասական հետևանքները դրվի հայցվոր կողմի վրա։ Որպեսզի դա հասկանանք, Արգել դատարան մեկ հարցեր կա պարոն Հարությունյանը, քրական աբովյանի ավտոկանոնատեղի վաճառվել է 2013 թվականին 160 միլիոն դրամով եւ 18 թվականի մայիսի ձեռք է բերվել 56 միլիոն դրամով։ Այո, Ինձ կասեք 18 թվականին անշարժույթի շուկայի ինչ-որ գնահատում է գրանցել ինչ է եղել, որ այդ տենց երակի չափով պետք մատչերի գնով ձեռք է բերվել Արգել շուկայում գնահատում կար, ինչ կար։ Արգել Պաւանյանյան կողմերն ազատ են միմյանց հետ կնքելու ցանկացած գնով առվաճառքի պայմանագրեր, քաղաքացիական օրենսդրությունը որևէ արգելք չի նախատեսում նվազագույն գնով, ինչպես նաև անձինք հնարավորություն են բարձր գնով գնաց բնակարանը անհատույց նվիրել ցանկացած անձի, որևէ օրենսդրական արգելք կամ մեր երկիրը չունի այնպիսի քաղաքականություն օրենսդրական նորմերի սահմանման առնվազն տեսանկյունից, որը որ ասի սա կասկածելի գործարք է։ Ընդ որում հետևյալ կարևոր հանգամանքն ասեմ, ֆինանսական դիտարկումների կենտրոն կա, կենտրոնական բանկինգից, որը որ իրականացնում է մշտად դիտարկում։ 2000 այս գործարքը կնքելու պահի դրությամբ 2008 թվականից կարծեմ պարտադիր տեղեկացման գործարքներ են սրանք եղել եւ տվյալ գործարքը հաստատող նոտարը, վավերացնող նոտարը ֆինանսական դիտարկումների կենտրոնին հաշվետվություն է ներկայացնում։ Եվ եթե ֆինանսական դիտարկումների կենտրոնը որևէ կասկած ունենար, որևէ ինչ-որ արժանահավատության կամ շուկայականից բարձր կամ ցածր գնով օտարելու, վստահաբար այդ հարցը կբարձրացներ տվյալ գործարքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման փուլում։ Այսինքն ստեղծվում է մի իրավիճակ, երբ որ պետությունը ստեղծում է առանձին մարմին, կենտրոնական բանկի
կողմից եւ հսկում է գործարքների օրինականությունը, այդ թվում ինչու՞ չէ նաեւ փողերի լվացման, որտեղ այդ ֆինանսական դիտարկումների կենտրոնը ստեղծվել է փողերի լվացման ահաբեկության դեմ պայքարի շրջանակներում եւ այդ մարմին հաշվետվություն ներկայացում, որովհետեւ կասկած չի հարցում եւ 2022 թվականին մենք որոշում ենք, որ տվյալ գործարքները փողերի լվացումով է կատարվել։ Ինչը որ իրավաչափ չէ, նաեւ գտնում ենք, որ այս մենք նախորդ թիվ սույն գործով միջնորդություն ենք ներկայացրել գործի վարորդը կասեցնելու, եթե այս որ կողմը բացի ենթադրությունները այլ համոզմունք ունի, զրկված չի ինքը հանդես գալու, եկեք կասեցնենք այս գործի վարույթը, սպասենք քրեական գործի ավարտին, նոր շարունակենք Պարոն Իսկ այս ձեր կողմից ներկայացված հայցադիմը որևէ իրավական հիմնավորում չունի, թե ինչու բնականի վաճառքից ստացված գումարները կամայականորեն չեն մասնակցել հաշվարկներին։ Պարոն Հարությունյան, իսկ կներեք, դատարանական որոշումը կայացել է, բայց դուք ունեք ապացույց, որ նոտարը ֆինանսական դիտարկումների կենտրոնի այս գործարքի մասին հայտնել է։ Ես չունեմ ապացույց, բայց ես ինքս այդ թվականների նոտար եմ աշխատել 2016 թվականներին եւ չի եղել 50 միլիոնը գերազանցող որևէ գործարք, որ ես հաստատեի ու չներկայացրի։ Բավականին հաստատել եք, ինչքան եք համոզված բոլորը բարդ չեն։ Պարոն Ելքյան, ես բարձր վստահություն ունեմ, որովհետեւ դա 5 տարի հանդիսանալ նոտարին աշխատանքից ազատելու համար ու յուրաքանչյուր խորհրդակցության, որ գալիս էին հենց նոտարների ընդհանուր ժողովին առաջի հարցը որ բարձրացվում էր, որ հաշվետվությունները պատշաճ ժամանակին հանձնարարեք, որ ձեր օգնականները ներկայացնեն ֆինանսական դիտարկումների կենտրոնը։ Ու նաև ասեմ, դրա նկատմամբ բավականին խիստ հսկողություններ սահմանված էր նաև կենտրոնական բանկի կողմից։ Իսկ կենտրոնական բանկը մշտապես հետևողական ու հզոր կառույց է եղել առնվազն իմ գնահատմամբ։ Իսկ իրավական հիմքը որն է մնում ձեր պարոն Պիենոքյան, հիմա տեղի են ունեցել գործարքներ, որոնք պետական գրանցման են ենթարկվել, հետո կրկին օտարվել են, որն է ձեր իրավական հիմքը եւ ինչով եք հիմնավորում, ոչ թե ինչ ապացույցներով, ինչ փաստական տվյալներով եք հիմնավորում, որ այս հաշվարկների մեջ չի ներառվում, օրինակ 160 միլիոն դրամով վաճառք է կամ մենք որպես իրավական հիմք Աշխեն կարողապոնից ակնուծով դիքի բռնագանցման մասին օրենքով սահմանված իրական շահույթի ինստիտուտը, որ թեկուզ եւ որոշակի ժամանակահատվածա կրկին օտարվել է այդ գույքը Progress Armenia ընկերությանը, ումից որ ձեռք է բերվել, բայց գույքը մնացել է Վիգեն Սարգսյանի վերահսկողության տիրույթում։ գտնում եք, որ գումարները չի տրամադրվել։ Այդ ընթացքում այդ գումարները այո չի տրամադրվել, ձևական բնույթ գրող գործարք ա եղել, մենք հաշվարկում ենք ներառել, որ այդ ձևական բնույթ գրելու հանգամանքը հիմնավորում եք ապօրինացված գույքի բռնագանցման իրական շահառու մասով։ Ճշտով հասկացել է, այսինքն պարոն Մայրապետյանի գույքի իրական շահառուն հանդիսացել է Վիգեն Սարգսյանը կամ Progress Armenia-ի իրական շահառու։ Վճար ամեն դեպքում եղել է գործարք, օտարման գործարք տեղի ունեցել 2003 թվականին մենք դիտել ենք, որ այդ գույքը շարունակել է վերահսկվել Վիգեն Սարգսյանի կողմից, այսինքն ոչ մենք հաշվում ենք, որ Վիգեն Սարգսյանին վճարվեց 160 միլիոնը մենք չենք դիտարկել, որ այդ փոխանցումը 160 միլիոն տեղի է ունեցել Վիգեն Սարգսյանի։ Եվ 56 միլիոն դրամն է չեք հաշվարկել, որ կրկին հետ է գնել։ Այո, դա է ճիշտ։ Այսինքն դիտարկել ենք, որ 2008 թվականից այդ գույքի իրական շահառու շարունակել է հանդիսանալ 2006 թվականից սկսած, այո։ հետո էլ այսինքն գտնում եք, որ օտարման ժամանակահատվածում նշված գույքի իրական շահառուն հանդիսացել է էլի Վիգեն Սարգսյանը եւ այսինքն դուք պետք է կրեք այդ փաստի ապացուցման պարտականությունը, որ 13 թվականին օտարելով շարունակել է հանդիսանալ իրական շահառու այս գույքի։ Ասում եթե դուք հացադիմում առաջի երկրորդ կետերով դուք փոխկապակցված անձանց եք նշել, սակայն դուք ներկայացնում եք բացահայտում, որ
փոխկապակցված անձ է հանդիսանում Progress Armenian եւ պարոն Մարիապետյանը, որտեղ այնտեղ գործարքները նույնի հետերը չեն, մի դեպքում Progress Armenia ընկերություն ցած է բերվել, մյուս դեպքում ֆիզիկական անձի միջև կատարվել գործարքները, դուք պնդում եք, որ այսինքն լրացում եք անում հայցադիումի փոխկապակցված անձանց մասով, ուզում եմ հասկանամ։ Այսինքն տենց նույն դրամաբանության միջու չեք փոխկապակցված անձ համարել ընդունեն սույն գործող երրորդ անձի կամ Բաշինջարյան հասցեում գտնվող բնակարանի սեփականատիրոջը։ Ինչից ելնելով որոշեցիք, որ փոխկապակցված անձ է հանդիսանում։ Փոխկապակցված անձ նշեցիք, բայց թե իրական շահը նշեցիք, պարոն Հարությունյան, իրական շահը, ֆիզիկական անձ, որի անունից օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը, ֆիզիկական անձ, ով վերահսկում կամ վերահսկել է։ Ի՞նչն է տարբերությունը ընդունենք Բաշինջարյան հասցեի վաճառողի եւ ընդունենք սույն գործող երրորդ անձի եւ Մարիապետյանը։ Չէ՞ որ այդ բնակարանները դուք եք ասել, որ իրական շահը Վիգեն Սարգսյանն է, Բաշինջարյանի գույքի։ Դուք ընդունել եք այդ փաստը, որ Վիգեն Սարգսյանն է։ Այո, որովհետեւ պետական գրանցում ստացել է մոր անունով, այդ ընդունում ենք։ Մոր անունով, բայց իր հայտարարությունում Վիգեն Սարգսյանը նշել է, որ դա պատկանում է Վիգեն Սարգսյանին։ Այո։ Հիմա մենք էլ այդ նույն դրամաբանության Մարիապետյանից գնված հետագայում ձևականորեն օտարված այդ գույքի իրական շահը պետք է համարում ենք։ Շատ լավ, եթե ագետ դատարան ապացուցման բեռը կբաշխի այնպես, որ հայցքորը ստիպած լինի այդ փաստը ապացուցել, իրական շահը հանդիսանալու փաստը։ Այո։ Բայց ես կարծում եմ, որ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ 160 միլիոն ստացել է այդ գործարքի արդյունքում։ Այսինքն կանխիկ ստացված գումարի վերաբերյալ վկաներ եք դուք Չէ ենթադրում, որ այդ գործարքը պետք է կանխիկ կատարվեր 160 միլիոն։ Դա 50 միլիոնը գերազանցում Դուք կարող եք, ինչպես անդադ նշում եք, հերքել դա եթե ցանկացած։ Շատ լավ, շնորհակալություն։ Հավիտական մենք միջև որ ժամ ենք աշխատելու, եթե երկարակ աշխատելու դուք 10 րոպե ինչ եք որում։ Միջև 13:00 կարող ենք, եթե ցանկանում եք ընդմիջման ժամանակ կարող ենք տրամադրել ձեզ։ Եթե հնարավոր 10 րոպե ինչ եք։ Դա 10 րոպե ինչ։ Դատական նիստը շարունակվում է ընդմիջման բանից։ Ժամանակին այս տարիների այստեղ նշում ունենք 2007 թվականի փետրվարի 13-ին Վիգեն Սարգսյանը ներդրել 40,000 ԱՄՆ դոլար ավանդ, որից 11,755,847 դրամը ապօրինի միջոցների հաշվին։ Հիմա ու նշել եք, որ վաճառված բնակարանի հաշվին նույն գումարի մասին է այսինքն խոսքը։ Ապոստոլ Բաշինջարյանի, քանի որ ապօրին էի դիտել վաճառքի ստացված գումարը ներդրվել նույն գումարն է։ Տրանսֆորմացվել է գումարը եւ ավանդը։ Շատ լավ, այնուհետև մարվել է, որի օրինական չեք դիտարկել արդեն համապատասխան մասը։ Ինչպես նաև տոկոսները 2008 թվականի հոկտեմբերի 24-ին ձեռք է բերել Հավագանում շենք թիվ 5 ավտոկայանը տեղին 6 միլիոն դրամով, որն ամբողջությամբ հիմնավորվել է օրինական եկամուտներով, այս մասով նույնպես ընդունում եք փաստ։ Այո, ագետ դատարան, նաև ցանկանում եմ նորից վերահաստատել կրկին, որ այն գործարքները, որոնք որ նոտարական վավերացման պետական գրանցում են ստացել, այդ փաստերը ամբողջությամբ ընդունում ենք, մենք հավաստում ենք, որ դրանք իրական գործարքներ են եղել եւ պետության կողմից էլ սահմանված մարմինների կողմից էլ ճանաչվել եւ գրանցվել են, հաստատվել եւ գրանցվել։ 2009-ից 12 թվականներին Վիգեն Սարգսյանը եւ կնոջ օրինական եկամուտները կազմել են 33,800,000 դրամ, որպես գործուրման
փոխհատուցում Վիգեն Սարգսյանը ստացել է 51.211.207 դրամ։ Այս գործողման փոխհատուցման ծախսը ինչ եք հաշվարկել, որ ստացել է եւ ծախսվել, թե օրինական եկամուտ եք հաշվարկել։ Հարգել ենք դրանք օրինական եկամուտներ, քան գլոբալական գաղտնի կազմող փոխկապությամբ է ստացվել, այսինքն մենք տեսնում ենք հստակ բանկահաշիվը, ստացման չափը, կոնկրետացատիվը եւ տեսնում ենք դրանից հետո ծախսափոխությունները, այսինքն ինքը որպես այդպեսին հաշվարկում է օրինական եւ դրանից բխող իր հետևանքները, այսինքն ինչ ծախսեր են դեպքում եթե Շատ լավ։ Նաև նշում եք կատարել այդ թվականներին, որ տարբեր հաստատությունների առողջի կենտրոններում կատարված վճարումները կազմել է 143.400.000 դրամ, որից օրինական եկամուտներով չի հիմնավորվել 35 միլիոն դրամի վճարումների։ Հիմա այս վճարումների մասին եք դուք նշում, պարոն։ Սումարիո ագենդատան, եթե դու տակ նախորդի հետ կապված էլ ասեմ, ուրեմն գործողման հետ կապված ստացված գումարները եւ կատարված ծախսերը մի մասը վերաբերում է անձամբ պարոն Սարգսյանին իր գործողման ստացված գումարի եւ իր կողմից կատարված ծախսերին, իսկ մյուս մասը վերաբերում է աշխատակազմի կողմից, ինչպես արդեն ձեզ ասեցի, այսինքն հարկատ արանջատելու այս գումարները եւ այս գումարների հետ կապված համապատասխան փուլում մենք կներկայացնենք ինչպես ապացույցներ, այնպես էլ մեր կողմից կատարված հաշվարկներ եւ մատնացույց կանենք, որ մասնա պարոն Սարգսյանին ստացվել կողմից, որ մասնա ծախսվել պարոն Սարգսյանի կարիքների համար։ Շատ լավ։ Հիմա այս 35 միլիոն դրամ չհիմնավորված վճարումները ներառվում են 172.486.655 դրամի մեջ, չէ՞, պարոն Աղանյան։ Եթե կարելի է ագիտացիաներ ձեր ուշադրությանը հրավիրեմ են հանգամանքը, որ այլ անձանց կողմից Վիգեն Սարգսյանի հաշիվները համադրվել են 13.484.922 դրամով, որպեսզի գումարն օրինական եկամուտ չի դիտարկվել, ուրեմն այդ համապատասխան անձինք այն անձինք են, ովքեր հավաստացել են նախագահի աշխատակազմի ֆինանսական գծով պատասխանատու աշխատակիցներ, ում կողմից արդեն մուտքագրումներ են կատարվել, որպեսզի հետագայում պարոն Սարգսյանը նախագահի պատվիրակությունների կազմի գործողումների ընթացքում այդ գումարները ծախսի նախագահի եւ այդ գործուղված անձանց կարիքների համար։ Այսինքն այդ այլ անձինք պատահական ինչ-որ անձինք չեն, դրանք որպես կանոն նույն անձինք են եւ իրավասու մարմինը, եթե ուսումնասիրությունը ավելի բանաներ, կփորձեր վերհանել եւ մատնանշել, որ այդ այլ անձինք, այդպես պատահական անձինք չեն, կապված են ինչ-որ կերպ պարոն Սարգսյանի պաշտոնավարման գործունեության հետ։ Նախագահի աշխատակազմի վերլուծելով տեսել եք ում անցումներն են, եթե բացատրություն ներկայացրել է մինչև դատարան դիմել արտադրական կարգով, այս մասով ինչ դիրքորոշում ունեք։ Անձինք նույն անում են, թե նպատակը չի նույնը։ Ես հիմա չեմ դե դժվար եմ հիշել, թե տարբեր անձինք են, թե մի քանի անձանց կողմից հաճախակի կատարված փոխանցումներ են, բայց որևէ իրավական հիմք, որ այդ գումարը պետք է փոխանցվի Վիգեն Սարգսյանին, որպեսզի նա կատարի գործողման ծախսերը չի ներկայացվել, այսինքն դա ինչով է կարգավորվել, որ օրինակ նախագահի աշխատակազմում, եթե գնում են գործողում, ամբողջ գործողման գումարները փոխանցվում են նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ նա է տնօրինում բոլորի, ես պատահական օրինակը չբերեցի։ Ես չեմ կարող ինձ փոխանցվի գումարը, ես որոշեմ պարոն Ափյանը, որի հյուրանոցում պետք է մնա, ինչ պետք է ուտի այդ ընթացքում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրին փոխանցվում է եւ յուրաքանչյուրը որոշում է, թե ինչպես տնօրինի այդ գործողման գումարը։ Եվ մենք դիտարկել ենք, որ հիմքը օրինական չէ եւ այդ բեռը ապացուցում պետք է գրի պատասխանող կողմը, որ այդ անձինք ինչ իրավական հիմք են ունեցել այդ գումարները փոխանցել Վիգեն Սարգսյանին որպես Նշված պարագայում, այսինքն քանի որ ամբողջությամբ հայցադիմում կառուցված է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում եւ
նշված ձեռքբերումները գույքային, այսինքն դրամային փոխանցումները նույնպես կատարվել են պաշտոնի ստանձնումից հետո, գտնում եք, որ կանխավարկածն է, այսինքն գործում ապօրինի գույքի եւ պատասխանող կողմը կարող է հերքել նշված գույքի ապօրինի։ Լավ, 2013 թվականի ապրիլի 30-ին Վիգեն Սարգսյանը վաճառել է 23,600,000 դրամով Progress Armenia սպանգերությունից Իդենոս Միրապետյանի ձեռք բերված բնակարանը եւ 6 միլիոն դրամով ավտոկարանը տեղին։ Որ թվականին է օտար, այսինքն ապրիլի 30-ին 160 միլիոն դրամով է օտարել։ Ապրիլի 30-ին ընդհանուրը, այո, Արմենի դասը 160 միլիոնով օտարվել է։ Իսկ 1705, ընդհանուր նաև ավտոկարանատերին միասին։ Այո, միասին։ Սա կավիդատան 145,600,000 դրամով ապրիլի 30-ին օտարվել է 10 բնակարանը, իսկ ավտոկարանատերին 14,400,000 Եվ հետո 1705-18 թվականին կրկին 56 միլիոն դրամով ձեռք է բերել, այսինքն ինչպես քննարկեցինք, գրում եք այդ հաստատվածման պարտականությունը, որ նշված գործարքների ընթացքում նշված բնակարանի եւ ավտոկարանատերի իրական շահառուն շարունակել է հանդիսանալ Վիգեն Սարգսյանը։ Շատ 2013 թվականի ապրիլի 30-ին Վիգեն Սարգսյանը ձեռք է բերել քաղաք Երևանի Հյուսիսային փողոցային 5 շենքերով բնակարանը 47 միլիոն դրամով եւ նույն հասցեի 115 ավտոկարանատերին 3 միլիոն դրամով։ Միևնույն ժամանակ կինը ձեռք է բերել Հյուսիսային փողոցային 5 շենքերով բնակարանը 47 միլիոն դրամով եւ նույն հասցեի թիվ 13 ավտոկարանատերին 3 միլիոն դրամով։ Հիմա մեծ մասով նշում չունեք կնոջ կողմից ձեռք բերված բնակարանի եւ ավտոկարանատերի իրական շահառուն նույնպես հանդիսանում է Վիգեն Սարգսյանը։ Արգելական, քանի որ Վիգեն Սարգսյանի ամուսնությունը գրանցված է, այսինքն կին հանդիսանում է մերձավոր ազգական, փոխկապակցված հետ Վիգեն Սարգսյանը վարել է ընդհանուր տնտեսություն եւ անձին պատկանող գույքի հանդիսանում համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույք։ Հիմա մենք ընդունել ենք, որ դա համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Սարգսյանին եւ որպես փոխկապակցված անձ այդ դա Վիգեն Սարգսյանի գույքն է։ Եվ նաեւ կարող ենք ապացուցել, որ այո, իրական շահառուն այդ գույքի հանդիսանում է Վիգեն Սարգսյանը, այսինքն հենց վերահսկել է Վիգեն Սարգսյանի կողմից այդ գործը։ Բայց միայն ապացուցել, որ փոխկապակցված անձի գույքը Վիգեն Սարգսյանը դա կարծում եմ բավարար է արդեն։ Այս մասով Արգելականը ասով համակարծիք եմ, որ կնոջ կողմից ձեռքբերումները, ինչպես նաև պարոն Սարգսյանի կողմից ձեռքբերումները հանդիսանում են ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքեր, հետևաբար ամուսինների համատեղ սեփականություն։ Բայց եթե դուք տակ արգելականը մեկ դեպք մեկ նախորդի պարոն Երեմքյանը ասաց, որ անհամեմատ ցածր գնով է ձեռքբերվել եւ իմ կողմից 422-րդ կետով, չէ, Աբովյանը հետ գնում է, էլի հետ գնման փաստը, ես կարծում եմ, որ այդ փաստը 423 կետով նշված փաստը, որ Մայրապետյանի հետ ունեցած համաձայնությունն արդյունքում անհամեմատ ցածր արժեքով ձեռքբերելու փաստը պետք է ապացուցի այսօր կողմից։ Եվ այդ փաստը պետք է առանձնացվի, որովհետև դա Չէ, մայրցուկի կողմը նշեց, որ իրական շահառու է հանդիսացել։ Չէ, բայց իրական շահառու է հանդիսանում եւ որպես հիմնավոր ներկայացրեց անհամեմատ ցածր գնով ձեռքբերելու փաստը։ Ես կարծում եմ, որ պետք է այս փաստը դրվի ապացուցման բեռը, այսինքն ես ասում եք անհամեմատ ցածր գնով գնելու պատճառով է իրական շահառու։ Այո, այդ փաստը, որ եղել է համաձայնություն, անհամեմատ ցածր։ Հիմա իրական շահառու հանդիսանալու փաստը հայցվոր կողմը պետք է իր տնօրինչականությունից ելնելով փորձի ապացուցել։ Հիմա կապացուցի, որ այդ փաստով է
կապացուցի այդ փաստը, եթե կապացուցի այդ փաստը, դա արդեն իր տնօրինչականության սկզբունքից ելնելով եւ իր կողմից ներկայացվող ապացույցներով վերջինս պետք է ապացուցի, թե ինչու է իրական շահառու հանդիսացել։ Ուղղակի ես այդ մասով քանի որ արձանագրում էի արի եւ դատարանի դիրքորոշում էի ներկայացրել, նաեւ պնդում եմ, որ կարիք Միայն այդ շուկայական արժեքի մասով եք նշում, որ իրական շահառու է հանդիսացել, որովհետեւ չէ այլ փաստարկներ էլ կար նշած հայցադիմում։ Որ Վիգեն Սարգսյանն է իրական շահառու հանդիսացել, միշտ նշանակում շարունակվել է հաշվառված մնա։ Շարունակել եմ հաշվառված շատ լավ, այդ մասով ապացուցում պարտականություն այլაც որ Կանոնը 56 միլիոն վճարված լինելու փաստը չենք էլ ընդունում, Մարգարիտ, փաստը կա, այդ Հիմա մենք ամբողջությամբ դատարան ուղղակի բարձրաբանից ես համար որպեսզի հասկանալի լինի, դատարանը ուղղակի այս պահին ամբողջությամբ փաստերը քննարկում է, դատարան ամբողջությամբ պարտականությունը աշխարհի մասին որոշում հաջորդ դատական նիստին նաև կբաշխի դատական նիստի ընթացքում ձեր դիրքորոշումները հաշվի կառնենք եւ քանի որ գործին մասնակցող այլ անձինք կան, որոնք ներկա չեն դատական նիստին, դատարանը նաեւ գրավոր կբաշխի, ինչպես նաեւ գործի առանձնահատկություններով պայմանավորված գրավոր նաեւ կտրամադրի ձեզ ապացուցում պարտականությունը, որպեսզի ավելի հեշտ Շարունակական արգելական, եթե աշխարհը որ անդրադարձակ այդ հարցին, ես խնդրում եմ դատարանին, քանի որ բավականին ծավալուն ապացույցները պետք է ներկայացվեն եւ համապատասխան միջնորդություններ ներկայացվեն դատարանին, խնդրում եմ այդ հանգամանքով պայմանավորված նախատեսել առնվազն 2 կամ 3 ամսյա ժամկետ, որպեսզի միջնորդությունները 3 ամսյա ժամկետ, որպեսզի կարողանանք ինքը ուսումնասիրություն 3 տարի է տևում, մենք ընդհանրապես 3 ամիս ենք խնդրում դատարան, որպեսզի ապացույցների մասը Միացյալ Նահանգներից պետք է ուղարկվեն նոտարական թարգմանության ենթարկվեն։ Հասնենք այդ փուլին քննարկենք։ Շատ լավ։ թվականի ընթացքում Վիգեն Սարգսյանը ներդրումային աշխատանքներ է կատարել Հուսեին-Պուլտային շենք 31 բնակարանի ավելացնելով բնակարանի քառակուսի մետրի չափսերը 372.2 քառակուսի մետր մակերեսով եւ փորձարկության ազգային բրոկի ստացված եզրակացության համաձայն նշված ավելացնելով համարկատարվաշինական աշխատանքների ներդրումային ծախսերը կարող է կազմել 26.780.000-ից մինչև 32.730.000 դրամ։ Այս մասերով ընդունում եք այս փաստերը։ Հարկի դատարան շատ անորոշ է ձևակերպած, իհարկե փորձագետի եզրակացություն կասկածի տակ չի դրվում մեր կողմից, դա մասնագիտական գիտելիք պահանջող անձի կողմից տրված եզրակացություն է, բայց կարծում եմ այս անորոշ ձևակերպումը անթույլատրելի է եւ մեր համար բացասական հետևանքներ է առաջացնում։ Ես կարծում եմ պետք է հիմք ընդունվի նվազագույն չափը 26.780.000-ը, որովհետեւ դա չի բացառել նաեւ փորձագետը։ Այսինքն միջակայքի նշանակում։ Նշված փաստերը կրկին դատարանը իհարկե կարծանելի, բայց պետք է ապացուցվեն հայցվելի կողմից, ինչպես բնակարանի չափերը մեծացնելու մասով առարկություն չունեք։ Ոչ այլ։ Միայն ներդրումային արժեքի մասով։ Այո, արժեքի մասով։ Հավ 2014 թվականի ընթացքում, քանի որ արդեն 2009-ից 12 թվականների վերլուծությանն անդրադարձանք, այս մասով երևի թե նույն դիրքորոշումներն ունենք, ինչպես փոխանցված վճարումների, այնպես էլ հաշիվների համալրման վերաբերյալ։ Այո։ Եվ 2014 թվականի մարտի 18-ին 23.500.000 դրամով օտարվել է Աղբյուրսերու փողոց 3 շենք 40 բնակարան, որտեղ Լուսնի Գալաջարյանը ականամուսնանալ ունեցել է 1.3 մասնաբաժին, ուստի օտարումից գոյացած
7.133.333 դրամ գումարը վերջինիս պատկանող մասը դիտարկվել է որպես Վիգեն Սարգսյանի օրինական եկամուտ։ Մասով Մասով կնոջ հայրական տնից օտարված մասը դա կնոջ սեփականությունն չի կարող պարոն Սարգսյան ամենաշնորհիվ հայ եկամուտ։ Չէ, ավելին հաշվի դատանուղակի ասեք կնոջ ստացված ժառանգությունն է եւ կինը իր հետագա ծախսերում օգտագործել է այդ գումարը, ասեք չգիտեմ փեսային համար որպես իրավական շահառ դա ճիշտ չի էլի զուտ իրավական տեսանկյունից որևէ հիմնավորում չունի էլի դա իրավական դա Տիկին Գալաջյանի օրինական եկամուտներն են։ Այդ 2015-ից 17 թվականներին նույնպես նշված են ստացված օրինական եկամուտներ, գործողման փոխհատուցում, դրանց առանձին չանդրադառնանք, եթե կարիք չեք տեսնում։ Նշված թվականների կրկին տարբեր հաստատություններում կենտրոններում կատարվել են վճարումներ 171.971.000 դրամի չափով, որից 34 միլիոնը չի հիմնավորվել օրինական եկամուտներով, այլ անձանց կողմից հաշիվներ համարվել է 42 միլիոն դրամով, որպեսզի գումար օրինական եկամուտ չի դիտարկվել։ Միևնույն փաստարկներով Այո, անդրադառնան այդ այլանդիկ նորից պնդում ենք, որ աշխատակազմի անպատասխան աշխատակիցներն են եղել, ովքեր գումարը մուտքագրել են պարոն Սարգսյանի հաշվի համարեն, որպեսզի նա հոգա այդ գործողման հետ կապված ծախսը։ Այստեղ Լուսնե Գալաջյանի կողմից մեքենայի ձեռքբերում եւ ավանդի ներդրում, քանի որ նշվել է, որ հիմնավորվել է օրինական եկամուտներով չանդրադառնանք, բայց այդ փաստերը ընդունում եք, որ կատարվել են նշված ծախսերը։ Այո, կատարվել են, այո։ Բացառությամբ ծախսերի կատարման մյուս ձեռքբերումներ ընդունում։ Չէ, հենց Լուսնե Գալաջյանի մասով, այսինքն դուք իր ներկայացուցիչ եք, մասով չեմ կարող։ Շատ թվականին նույնպես համանման իրավիճակներ են կրկին չանդրադառնանք առանձին առանձին։ Ստանալություն 2015 թվականի հունիսի 1-ին Ալեքսանդր Հոթել ընկերությունը կնքվել է վարձակալության պայմանագիր, վարձակալության տվել է Աբովյան փողոցի 8-ի 18 բնակարանի և ավտոկայանատեղին։ Այդ վարձակալությունը հիմա շարունակում է գործել։ Արգի պարոն, ես տեղեկություններ չունեմ այս պայմանությամբ, եթե դրան դա ինձ ձեր հարցերը պատասխանը կփորձեմ ճշտեմ։ Իմ ունեցած տվյալներով չի գործում, բայց դա հավաստի չի էլի, ես պետք է վստահ համակարգում ճշտեմ ներկայացնեմ։ Դրանց մասով, բայց վարձակալության պայմանագիր կնքվածների փաստը ընդունում եք։ Այո։
Վարձակալության ստացված իհարկե գումարների ապօրինի օրինական մասերն էլ մյուս փաստերի հետ պետք է գրի Ներողություն արգելական պարոն Յանիկյան, ձեզ հետաքրքրում է 25 թվականի դրությամբ վարձակալություն գործում է, թե լուծվել է։ Այս տարվա դրությամբ այս ավելի բարդ ներկայացրել, հիմա գործումը շարունակում է գործը, նոր պայմանագիր կա, որ մենք չունենք դրամատարման տվյալներ։ Շատ լավ, հաջորդ նիստին ես դրա վերաբերյալ 2018 թվականի հունիսի 4-ին Վիգեն Սարգսյանի ձեռքը բերել դրետակով լոմակնիշի մեքենա 8.850.000 դրամով։ Այս փաստերը նույնպես ընդունում եք, պարոն Հարությունյան։ Այո, շատ լավ փաստն։ Վիգեն Սարգսյանի 2013 թվականի ապրիլի 30-ին ձեռքբերված անշարժ գույքերը Հյուսիսային պողոտայի բնակարանների և ավտոկարանատերերը վաճառել բարձրացնում ընդհանուր 1.268.100 դրամ պայմանագրային արժեքով։ Ընդունում եք այս փաստերը նույնպես նշված գումարի չափով նշված անշարժ գույքեր։ Այո, առողջակները բոլորը ընդունում են։ Եվ նշված բնական նշված արժեքների մասով արգելդատարներ անհրաժեշտություն կա որոշակի ճշտումներ կատարելու եւ կան որոշակի առանձնահատկություններ, հետեւաբար այդ թվային տվյալների վերաբերյալ պնդումներ չեն կարող կատարել, դրանք կարծում եմ պետք է հայցքորի վերադրվի ապացույցները, եթե այլ բաներ լինի, մենք հերքող ապացույցներ։ Շատ լավ, հետո Ալեքսանդր Սարգիսյանը, Վիգեն Սարգսյանի հայրը 1.197.491.200 դրամով փոխանցել է ԱՄՆ Վիգեն Սարգսյանին, որից 2 միլիոն դրամով $2,50,000 ձեռք են բերել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բերլին քաղաքի բնակելի տարածքը։ Ընդունում եք այս փաստը։ Արգելդատան պարոն Սարգիսովը եղել է լիազորված անձը, ով իրականացրել է գույքերի վաճառքը, այդ լիազորության շրջանակներում էլ ենթադրվել է, որ գույքի վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցի գույքի։ Շատ ընդունում եք այս փաստերը, որ գնել է ԱՄՆ-ին բնակարան, նույն գումարներն են եւ փոխանցվել են Վիգեն Սարգսյանին։ Այո։ Երևի թե այսքանը հարգելի ներկայացուցիչներ, եթե ավելացնելու բան չունեք, այսինքն ելնելով հայցի առարկայից քաղաք Երևան կենտրոնավորան փողոց 8/18 բնակարանի Վիգեն Սարգսյանի պատկանելի փաստը ընդունվել է պատասխանողի կողմից, ներկայացուցիչի կողմից, նշված բնակարանը այժմ պատկանում է Վիգեն Սարգսյանին։ Աբովյան փողոցի, այո։ Այդ մասով անհնարինության մասով պնդում եք, պարոն Յանոկյան, որ ցանկանում եք ապացուցել այդ փաստը, որ անհնարինությունն է առկա։ Հարգելի դատան բռնականացման։ այս կանոնին անհնարինություն առկա չի, որ ես խնդրեմ, եթե բերել բաշխի, նաև բաշխի մեր վրա դեպի պարտականություն նաև ապացուցելու անհնարինություն։ Անհնարինության առկայություն, շատ լավ։ Ինչպես նաև նույն ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի անշարժ գույքի վերաբերյալ անհնարինությունը ապացուցում է պարտականություն եւ 255.454.714 դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ ունենալու փաստի առկայությունը եւ 2004-ից 22 թվականների ընթացքում անձի օրինական կանոններով չհիմնավորվող ապօրինի ծագում ունեցող
172,486,605 դրամ կազմելու փաստ։ Նախորդ դատական նիստերն իհարկե այդ փաստերին անդրադարձանք, բայց եւս մեկ հարց քննարկենք, պարոն Հարությունյան, դուք ընդունում եք, որ այս բոլոր գույքերը, դրամային միջոցները, ծախսերը կատարվել են Վիգեն Սարգսյանի հանրային ծառայության մասին իմաստով պաշտոնից զբաղեցնելուց ժամանակահատվածում կամ դրանից հետո։ Բացառության Բաշիջարյան փողոցի բնակարանի ձեռբերման, այնուհետև այո, պարոն Սարգսյանը Բաշիջարյանը ինչ մասով չեք ընդունում, որ 1900 Բաշիջարյանը այդ գույքի ձեռբերման պահին պարոն Սարգսյանը ուսանող է եղել եւ որևէ պաշտոն չի զբաղեցրել։ 98 Այո։ 1995 թվականին 12-ից տվյալներ են ձեռագրվել, որ Վիգեն Սարգսյանը աշխատել է ազգային ժողովում որպես նախագահի օգնական։ Այդ որ թվականից է աշխատել որպես նախագահի օգնական։ Դա դիտարկում եք որպես պաշտոն։ Իրավորդ ասան ներկայացնում եք, որ անային պաշտոնը հանդիսացել։ Որ թվականին այդ գույքը ձեռագրելու բանը զբաղեցրել է 98 թվականին այդ գույքի ձեռբերման օրվատերությամբ որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Դրանից առաջ զբաղացել է, բայց դրանից առաջ ժամանակահատվածը ներառված չի եղել ուսումնասիրությունը երկարաձգելու որոշ բաներ, այսինքն իրավասու մարմինը սահմանել է ուսումնասիրության վերջնաժամկետ այս բնակարանի ձեռբերման պահը։ Այդ պահին պարոն Սարգսյան որևէ պաշտոն չի զբաղացրել, իսկ թե նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել եւ փորձել հիմնավորել, որ այդ նախկինում զբաղեցրած պաշտոնը ինչ որ կարող էր ինչ որ գույք գեներացնել կամ ինչ որ բան, դա անթույլատրելի է, որովհետեւ իրավասու մարմինը հենց ինքը վերջնաժամկետ է սահմանել 98 թվականը, իսկ 98 թվականին պարոն Սարգսյան որևէ պաշտոնատար անձ չի հանդիսացել, 98 թվականի դրությամբ նրան որևէ օրենքով նախատեսված անցանք կատարելու արարք չի մեղսագրվել, հետևաբար նաև ինչպես դիրքորոշման մենք նշել, այդ տրամաբանությամբ կարող է ցանկացած անձի վերաբերյալ ուսումնասիրություն սկսել եւ ժամկետ գալ մինչեւ այն ժամանակ, երբ որ ինքը ընդհանրապես որևէ պաշտոն չի զբաղեցրել։ 98 թվականին պարոն Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցրել, ինչ վերաբերում է նախկինում դրան նախորդող ժամանակահատվածում պաշտոն զբաղեցնելու հետ, ապա այդ պաշտոնը որևէ կապ չէր կարող ունենալ ուսանելու ընթացքում եւ պաշտոն զբաղեցնելու ընթացքում պարոն Սարգսյանի հետ ունեցած գույքային ձեռբերմանը, ինչի մասին նաեւ նշել է Սահմանադրական դատարանը, որ պետք է արկա լինի որևէ գոնե տրամաբանություն կամ տրամաբանական կապ։ Շատ հասկանալի է դիրքորոշման եւ դատա ներկայացված ապացույցները հիմնավորվել է, որ Վիգեն Սարգսյանը 1995 թվականի նոյեմբերի 13-ից հանդիսացել է ազգային ժողովի նախագահի օգնական, որը հանրային պաշտոն է հանդիսացել։ Եթե հետագայում Վիգեն Սարգսյանը որևէ հանրային պաշտոն չի զբաղեցրել եւ ձեռքաբերել 1998 թվականի Բաշիջարյանի բնակարանը, դրանով նաեւ Սահմանադրական դատանը չի նշել, որ դա դուրս է կոռուպցիայի դեմ պայքարից, այսինքն եթե անձը զբաղեցրել է հանրային պաշտոն, դրանից հետո ձեռքբերված գույքերը կարող է դիտարկվել կոռուպցիայի դեմ պայքարի դիմություն։ Արգելադամեր դիրքորոշումը հետևյալն է, որ իրավասմանը դուրս է եկել իր իսկ սահմանված ուսումնասիրության իրականացման ժամկետների շրջանակներից, հաղթելով օրենքը։ Արգելի ներկայացուցիչներ ըստեյության քննարկեցին գործելուծման համար նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, բայց այնպես դատարանը կրկին արձանագրում է, որ գործի բնույթը ծավալը հաշվի առնելով դատարանը գրավոր մինչև գրավոր որոշում տրամադրել է կսահմանի ապացուցման
ենթակա փաստերի շրջանակը հաջորդ դատական նիստին ձեռք կքննարկի ապացուցման ենթակա փաստերը, որ փաստում կողմից պետք է ապացուցվի եւ այնուհետեւ արդեն գրավոր տարբերակով կտրամադրի կողմերին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը։ Այսինքն եւս մեկ նիստ է։ Եվ հաջորդ նախնական դատական նիստին դատարանը արդեն բոլոր փաստերը առանձնացրած կտրամադրի եւ կքննարկենք, եթե կգտնենք, որ կան այլ փաստեր, որոնք ենթակա են ապացուցման, հաջորդ դատական նիստով կքննարկենք, եթե ոչ արդեն դատարան ապացուցման պարտականությունը կբաշխի եւ ուղղակի գործի ստեղծող անցած։ Սույն դատական նիստին որը արվեստավարում Ոչ արդյոք։ Դատարանաշված դատավարական գործողությունը կատարվում փոքր գործի քննությունը հետաձգել հաջորդ դատական նիստը նշանակել հունվարի 14-ին հարմար է 10-րդ երկրորդ կեսին հունվարի 14 Անմար է։ հունվարի 14-ին ժամը 14:30